ակնհայտ է, որ սա պարզ եւ սովորական ճանապարհ չի, ոնց որ ասենք Սևան, Երևան, Մայրուղին կամ Հյուսիս-Հարավ։ Սա մի ճանապարհ է, որտեղ Հայաստանի ինքնիշխանությունը ունի սահմանափակումներ։ Սա մի ճանապարհ է, որտեղ կողմերը առնվազն հիմա պնդում են, որ պետք է լինի անխոչնդոտ ճանապարհ։ Սա մի ճանապարհ է, որը պարզ ավտոմոբիլային ճանապարհ չի, ստեղով անցնելու են տարբեր ենթակառուցվածքներ։ Մի ճանապարհ է, որը ղեկավարվելու է հայ-ամերիկյան ընկերության կողմից, որի բաժնեոտ տոմսերի մեծ մասը գտնվում է Ամերիկայի ձեռքում։ Հետևաբար սա մեր համար պարզ ճանապարհ չի։ Հիմա այդ փաստաթուղթը կգա խորհրդարան ավելի մանրամասն կհասկանանք։ Երկրորդը սրա շահավետությունը Հայաստանի համար։ Սա Հայաստանի տարածքով արտոնյալ պայմաններով ճանապարհ է Ադրբեջանի արևմտյան շրջանները Նախիջևանի միացնելու համար։ Մենք խոսել ենք նաև, եթե այս ճանապարհը զարգացվեր, ինչպես ենք պատկերացնում եւ Հայաստանը դրանից ինչ օգուտներ կարող է ունենալ։ Հետևաբար այո, ստեղ կա մոտեցումների տարբերություն։ Ասացիք սովորական ճանապարհ չի, Միջանցք է, հետևաբար։ Միջանցքի եւ ճանապարհի ներքևում ինչ-որ բան։ Տեսեք, անունը ինչ ուզում եք դրեք, բայց այն ինչ որ ներկայացնում են Հայաստանի իշխանությունները, որ սա պարզապես ճանապարհ է, դա այդպես չի, ստեղ կա պարզապես ինչի Սևան, ինչի Հյուսիս, իհարկե կա, ինչի Հյուսիս-Հարավը մի հատ ամերիկյան ընկերություն չի վերցրել եւ կառավարում։ Դա ինչ որ հատուկ պայմաններով Հայաստանի տարածքով ճանապարհ է, միջանցք է, չգիտեմ, մի ինչ, իհարկե, այսինքն պարզ ճանապարհ չի, իմ անունը ինչ ուզում եք դրեք, մեկը տեսեք, մի մասը ասում են Թրամփի ուղի, Ալիևն ու Էրդողանը ասում են Միջանցք, ով ոնց ուզում մեկնաբանում է, ակնհայտ է, որ դա սովորական, հա, մի ժամանակ ասում են, դաշնակցությունը ասում է այդ ճանապարհի կամ Միջանցքի օգուտը մենք չենք տեսնում եւ ունենք մի շարք մտահոգություններ, այն ինչ որ անուն ինչ ուզում եք դրեք, ուզում եք ասեք Միջանցք, այո, ասում եմ Միջանցք, որովհետեւ դա պարզ ճանապարհ չի։ Այստեղ խնդիրը, ժողովուրդ նայեք, այստեղ խնդիրը այդ բառախաղի մեջ չի։ Ես ուզում եմ հասկանանք այդ ճանապարհի բովանդակությունը, Հայաստանի համար դրա օգտակարությունը եւ արդյունավետությունը։ Ակնհայտ է, որ այստեղ խնդրեմ կա։ Ես ուզում եմ ավելի կոնկրետ հարցնել մի երկու հարցի հետ կապված։ Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ ադրբեջանցիները այդ հատվածում, Հայաստանի այդ հատվածում ուսումնասիրություններ են արել արդեն ինչ որ էլեկտրահաղորդման այդ հենասյուների կառուցման համար։ Ընդդիմադիր ձեր գործընկեր ֆրակցիայից Նարեկ Կարապետյանն ասաց, որ եթե վճարներ տրվում են, սուվերենության խնդիրը չի առաջանում, այսինքն եթե իրենք համարում են դա ճանապարհ եւ ոչ միջանցք, ենթադրվում է, որ այդտեղ խնդիր չեն տեսնում, ամեն դեպքում ասում է, որ նորմալ է, կարելի է քննարկել։ Դուք ինչպես եք վերաբերվում այս հարցին, այսինքն դուք տեսնում եք այստեղ ինչ որ ռիսկեր, վտանգներ, ես կուզեի ձեր դիրքորոշում ասեք, այս կոնկրետ այս մասում էլեկտրային թաղված է դետալների մեջ։ Մինչև հիմա հենց նույն այդ նախագծի ջատագովները, այսինքն Հայաստանի Հանրապետության կառավարությունը բազմաթիվ հարցերի պատասխաններ առնվազն նախորդ գումարման խորհրդարանում չի կարողացել տալ, որովհետև երբ որ սկսում ես դետալներից հարցեր տալ, ասում են դեռ չի քննարկվել, դեռ չգիտենք։ Ճանապարհի կառավարումը, օրինակ հայ սահմանապահը առնչվելու ադրբեջանցիների հետ, թե անխոչնդոտ երթևեկելու են։ Պարզ հարց եմ տալու։ Ու նմանատիվ բազմաթիվ հարցեր, այս հարցերի պատասխանները մենք դեռ ամբողջությամբ չունենք, դրա համար, այսինքն միանգամից գնահատականներ տալ դժվար է, բայց ակնհայտ է, որ կան մի շարք հարցեր, որոնց պարզաբանում այս իշխանությունը չի կարողանում տալ։ Հիմա սահմանադրական դատարանում այդ նախագիծը կգա խորհրդարան, շատ ավելի համապարփակ եւ հանգամանալից խոսենք, ամեն դեպքում մեր գնահատականը շարունակում է մնալ նույնը, որ դա վտանգավոր է Հայաստանի Հանրապետության։